Հեզբոլահը չի պարտվել, նրանք կարծում էին, ուրեմն Հեզբոլահին 23-24 թվականին ուժգին հարված հասցրեցին Նասրալային, սպանեցին, բազմաթիվ հրամանատարների սպանեցին, շենքերով հարբեցրեցին այնտեղ, գետնին հավասարեցրեցին եւ այլն, եւ կարծում էին, թե նաեւ կտրեցին կապը Հեզբոլահի Իրանի հետ, որտեղից Սիրիայի վրայով զենքը գալիս հասնում էր Լիբանան։ Բայց փաստորեն այս ամբողջ ընթացքում Հեզբոլահը կարողացել էր վերազինվել։ Շատ հետաքրքիր է ինչպես են վերազինվել, շատ հետաքրքիր է, որտեղ իսկապես Սիրիայում արդեն հնարավոր չէր այդպես ազատորեն Իրանից բերել Սիրիայով անցկացնել, բայց լուրեր կան նաև, որ հենց Սիրիայից է այդ զենքը եկել, ինչպես Սիրիայի այսօրվա այդ զինվորականները կաշառվել են եւ իրենց զենք են տվել, կամ իրենց պաշարներից, կամ չգիտեմ որտեղից է այդ զենքը եկել, նաեւ այդտեղից, որտեղ այսօրվա զինվորականությունը Սիրիայի դա մի չգիտես ինչ բանակ չի, դա այն իսլամական պետության տարբեր տեսակի, տարբեր ազգության հանցագործ թափթփուկներն են հավաքված այնտեղ։ Դրանց գաղափարախոսությունն այնպեսին չէ, որ հնարավոր չլինի նրանց հետ այսպիսի հարցերում համագործակցել փողային միջոցով, փողի ուժով, այսպես ասենք։ Հեզբոլահը ավելի մեծ վնաս կարող է հասցնել երբեմն Իսրայելին, քան նույնիսկ Իրանը, Իսրայելի զինված ուժերին, ինչու՞, որովհետև Հեզբոլահը կոնտակտային կռվի մեջ է մտնում իսրայելյան բանակի դեմ, մերձամարտի մեջ է մտնում, ինչից եւ վախենում են նրանք, որովհետև մերձամարտում տալիս են կորուստներ։ Խփվել է մի քանի տանկ արդեն, Մերկավա տանկերից այն առաջի օրվանից, քանի օրվանից խփել են, մի հատ մեծ կարողացան նույնիսկ հերրու խփել Թել Ավիվից հարավ գտնվող տիեզերական արբանյակային մի կենտրոնին, որը նույնպես ռազմական խնդիրներ էր լուծում, դրան ամբողջությամբ ոչնչացրեցին, դրա տեսանյութերը կային, բայց մերձամարտում նրանք իսրայելցիները անընդհատ ստիպված կորուստներ են կրում։ Հիմա որ հայտարարել են այսօր, թե սահմանափակ առաջխաղացումներ պետք է իրականացնեն Լիբանանում, իմացեք, որ կորուստներ են կրելու։ Եթե այդքան հեշտ լիներ Հեզբոլահին հաղթելը, նրանք հիմա կքշեին, կգնային, կհասնեին մինչև Բեյրութ, ինչպես արեցին օրինակ 82 թվականին։ Իսրայելյան բանակը գնաց հասավ Բեյրութ, ճիշտ է, այնտեղ կռիվներ եղան, զոհեր եղան, այս եղավ, բայց գնացին, կարողացան հասնել Բեյրութ, հարավային Բեյրութ։ Իսկ հիմա չեն կարողանում, փորձեցին քանի անգամ, օրինակ 2006 թվականի պատերազմում փորձեցին, ոչինչ չստացվեց, չկարողացան հաղթել։